Բարև ձեզ։ Այսօր մենք միասին կխորանանք մի թեմայի մեջ, որը թեև մեր աչքից հեռու է, բայց մեր ամբողջ թվային կյանքի հիմքն է։ Խոսքը գնում է այն անտեսանելի ճարտարապետի մասին, որը կառավարում է մեր ֆայլերը։ Եկեք բացահայտենք, թե ինչպես է այս ամենը իրականում աշխատում։ Հարցը կարող է պարզ թվալ, չէ՞, բայց պատասխանը մեզ տանում է մի շատ խելացի, բայց բարդ համակարգի սիրտը, որը հենց ֆայլային համակարգն է։ Իրականում հենց դրա շնորհիվ է, որ մենք կարող ենք ասենք հազարավոր լուսանկարների միջից վայրկյանների ընթացքում գտնել մեզ պետքականը։ Դե ինչ, եկեք սկսենք մեր ճամփորդությունը։ Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի, եկեք պատկերացնենք ֆայլային համակարգը որպես ձեր անձնական, շատ մանրակրկիտ թվային գիրադարանավար։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Պարզ ասած, ֆայլային համակարգը մեզանից թաքցնում է կոշտ սկավառակի ամբողջ բարդությունը։ Այն խոսում է սարքավորման լեզվով ու թարգմանում է դա մեզ համար հասկանալի մի բանի՝ ֆայլերի ու թղթապանակների։ Մեր ծրագրերը տեսնում են կոկիկ, դասավորված աշխարհ, ոչ թե բիթերի ու բայթերի քաոս։ Մի խոսքով, այն կարգ ու կանոն է ստեղծում։ Լավ, բայց ո՞նց ենք հասել այս կետին։ Եկեք մի փոքր հետ գնանք ու տեսնենք, թե ինչպես են զարգացել այս համակարգերը, որպեսզի հասկանանք, թե ինչու էր պետք անընդհատ ավելի ու ավելի լավը ստեղծել։ Եկեք մի պահ նայենք այս համեմատությանը։ Տարբերությունը, անկեղծ ասած, հսկայական է։ FATS-TRS2-ը, որը ի դեպ դեռ կարող եք հանդիպել հին ֆլեշկաների վրա, ուներ լուրջ սահմանափակումներ։ Պատկերացնում եք, 4 գիգաբայթից մեծ ֆայլ պահել չէր լինում։ Իսկ անվտանգության մասին խոսք անգամ չկար։ NTFS-ը եկավ ու լուծեց այս բոլոր խնդիրները միանգամից։ Այն դարձավ ժամանակակից Windows-ի հիմքը, առաջարկելով և հսկայական ֆայլերի հետ աշխատելու հնարավորություն, և շատ լուրջ անվտանգություն։ Այս ժամանակացույցը շատ լավ ցույց է տալիս այդ զարգացումը։ FAT16-ից մինչև NTFS և նույնիսկ RFS ժամանակակից սերվերների համար։ Ամեն մի նոր քայլը լուծել է նախորդի խնդիրներն ու հարմարվել մեր թվային կարիքներին, որոնք անընդհատ աճում են։ Լավ, եկեք էլ ավելի խորանանք։ Հիմա կփորձենք հասկանալ, թե ֆիզիկական մակարդակում ինչպես է կազմակերպված մեր կոշտ սկավառակը։ Գիտեք, թեև սկավառակը կազմված է շատ փոքր սեկտորներից, օպերացիոն համակարգը նախընտրում է աշխատել կլաստերների հետ։ Սա նման է նրան, որ դուք իրերը դասավորում եք ոչ թե հատ-հատ, այլ արկղերի մեջ։ Դա ուղղակի շատ ավելի արդյունավետ է։ Հիմա եկեք խոսենք, թե ինչպես է սկավառակը բաժանվում մասերի։ Ունենք հին տարբերակը MBR և նորը GPT։ Եվ այստեղ GPT-ն ակնհայտ հաղթող է, հատկապես հուսալիության առումով։ Ինչու՞։ Դե նախ այն սկավառակի քարտերի մի քանի պատճառ է պահում տարբեր տեղերում, այնպես որ եթե մեկը վնասվի, մյուսը կա։ Եվ երկրորդ, այն անընդհատ ստուգում է, որ տվյալները չեն վնասվել, օգտագործելով CRC կոչվող մի բան։ Սա կարելի է համեմատել մաթեմատիկական ստուգման հետ, որը համոզվում է, որ ամեն թիվ իր տեղում է ու ոչինչ չի փոխվել։ Եվ այսպես հասանք ամենահետաքրքիր մասին։ Ի վերջո, ինչն է դարձնում NTFS-ը այդքան հզոր ու հուսալի։ Եկեք բացահայտենք նրա գաղտնիքները։ MFT-ն կամ գլխավոր ֆայլային աղյուսակը։ Սա փաստացի NTFS-ի ուղեղն ու սիրտն է։ Դա հսկայական մի տվյալների բազա է, որտեղ ամեն ինչ գրանցված է։ Ու մի հետաքրքիր բան էլ, եթե ձեր ֆայլը շատ փոքր է, այն կարող է պահվել հենց MFT-ի ներսում։ Սա նշանակում է, որ դուք այդ ֆայլին հասանելիություն կստանաք աներևակայելի արագ։ Հիշեք այս բառը՝ գրանցամատյան կամ journaling։ Սա NTFS-ի գերհզորությունն է։ Հենց այս մեխանիզմն է, որ պաշտպանում է ձեր տվյալները, երբ օրինակ հոսանքն անսպասելի անջատվում է։ Պատկերացրեք, թե ինչքան պարզ ու տրամաբանական է այս գործընթացը։ Առաջին քայլով համակարգը կարծես հայտարարում է իր մտադրության մասին։ Ես պատրաստվում եմ այս ֆայլը տեղափոխել։ Սա գրի է առնվում հատուկ մատյանում։ Հետո, երկրորդ քայլով այն կատարում է հենց այդ գործողությունը։ Եվ վերջում, երբ ամեն ինչ ավարտված է, այն նորից գրառում է կատարում մատյանում, առաջադրանքը կատարված է։ Սա իրոք միլիոն դոլարի հարց է։ Ինչ կլինի, եթե գործողությունը մնա կիսատ, չէ՞ որ հենց դա է ամենավտանգավորը։ Եվ ահա թե որտեղ է թաքնված ամբողջ կախարդանքը։ Համակարգիչը վերագործարկելուց հետո Windows-ն առաջին հերթին բացում է այդ նոթատետրը գրանցվամատյանը։ Այն տեսնում է, որ մի գործ կիսատ է մնացել, քանի որ ավարտված է նշումը չկա, եւ համակարգը շատ խելացի որոշում է կայացնում, կամ ավարտին է հասցնում այդ գործը, կամ ամբողջությամբ հետ է շրջում այն, վերադարձնելով ամեն ինչ այնպես, ինչպես կար մինչև սկսերը։ Արդյունքը ձեր ֆայլերը պաշտպանված են, համակարգը փաստորեն ինքն իրեն բուժում է։ Եվ վերջապես եկեք անդրադառնանք NTFS-ի եւս մեկ կարևորագույն շերտին՝ նրա անվտանգության համակարգին։ Ի վերջո, ով կարող է մուտք գործել մեր ֆայլեր։
ACL-ը կամ մուտքի վերահսկման ցուցակը կարելի է պատկերացնել որպես դռնապահ, որը կանգնած է յուրաքանչյուր ֆայլի եւ թղթապանակի մոտ։ Նա ունի ցուցակ եւ ստուգում է, արդյոք դուք կամ ձեր ծրագիրը իրավունք ունեք մտնելու, թե ոչ։ Սրանք շատ կոնկրետ կանոններ են։ Օրինակ, դուք կարող եք թույլտվություն ունենալ միայն դիտելու մի փաստաթուղթ, բայց ոչ փոփոխելու այն։ Հենց այս մեխանիզմով է Windows-ը պաշտպանում համակարգային կարևոր ֆայլերը, որպեսզի մենք դրանք պատահաբար չջնջենք կամ չվնասենք։ Դե ինչ, որպեսզի այս բոլոր բարդ տերմինները մեր գլխում լավ դասավորվեն, եկեք այս ամենը միավորենք մեկ մեծ ու գեղեցիկ համեմատության մեջ։ Պատկերացրեք մի մեծ գրադարան։ Սա մեր պատմության սկիզբն է։ Ունենք ֆիզիկական տարածք, շենքը եւ մեր տվյալները, գրքերը, որոնք այդ շենքում են պահվում։ Սա կատարյալ բացատրություն է։ Առանց քարտարանի դուք երբեք չեք գտնի ձեզ անհրաժեշտ գիրքը միլիոնավորների մեջ։ MFT-ն հենց այդ քարտարանն է, որը գիտի ամեն ինչի տեղը։ Սա հիանալի ցույց է տալիս GPT-ի հուսալիությունը։ Նույնիսկ եթե շենքի մուտքի մոտ գտնվող հատակագիծը վնասվի, ելքի մոտ միշտ կա եւս մեկ պատцен։ Ձեր տվյալների քարտեզը միշտ ապահով է։ Եվ, վերջապես, Գրանտ Սամատյանը։ Սա մեր գրադարանի ամենամանրակրկիտ, ամենապատասխանատու գրադարանավարի օրագիրն է։ Նախքան որևէ գիրք տեղաշարժել է, նա մատիտով գրում է իր օրագրում, թե ինչ է անելու։ Եվ եթե հանկարծ լույսերն անջատվեն, նա հաջորդ առավոտ ուղակի կբացի իր օրագիրն ու հստակ կիմանա, թե որտեղ էր կանգ առել եւ ինչպես շարունակել առանց որևէ խառնաշփոթի։ Հանճարեղ է, չէ՞։ Մի խոսքով, ֆայլային համակարգը ընդամենը մեկն է այն բազմաթիվ անտեսանելի, բայց հանճարեղ համակարգերից, որոնք աշխատում են հետնաբեմում, որպեսզի մեր թվային կյանքը լինի այդքան հարմար։ Այնպես որ, հաջորդ անգամ, երբ պարզապես կրկնակի սեղմեք որևէ ֆայլի վրա, մի պահ հիշեք այս բարդ ու գեղեցիկ ճարտարապետության մասին, որն այդ պարզ գործողությունը հնարավոր է դարձնում։ Իսկ մինչ այդ շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք։